Ողջույն, մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչը ձեզ հետաքրքիր է։ Իսկ թե ովքեր են աշխարհի եւ բոլոր ժամանակների ամենահարուստ հայերը, կարծում եմ կհետաքրքրի բոլորին։ Ովքեր էին եղել առաջին հայ մեծահարուստները եւ ինչ աջակցություն են ցուցաբերել իրենց հայրենակիցներին։ Մանթաշյան, Գյուլբենկյան, Արամյանց, միայն ազգանուններն ամեն ինչ ասում են։ Ինչպիսի տվյալներ է մեզ հաղորդում աշխարհի հարուստ հայերի մասին Forbes պարբերականը։ Հայ իրականության մեջ եղել են բազմաթիվ մեծահարուստներ, ովքեր աչքի են ընկել իրենց առատաձեռն եւ բազմօգուտ բարեգործություններով, ովքեր իրենց հարստությունը ոչ միայն ծառայեցրել են իրենց, այլև ազգի բարգավաճմանը։ Նրանց անունը միշտ պետք է հիշել եւ հիշատակել։ Հայ ժողովրդի նվիրյալ բարեգործներից էին Եգիպտահայ պետական գործիչ Նուբար Փաշան, նրա որդի Պողոս Նուբար Փաշան։ Վերջինս ի թիվս այլ ձեռնարկումների 1906 թվականին նախաձեռնել եւ հիմնադրել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Ֆինանսավորել հայրենադարձվող հայերի համար Երևանի մերձակա Ավանի կառուցումը, որը ի պատիվ նրա կոչվել է Նուբարաշեն։ 18-ից 19-րդ դարերում ժառանգական ազնվական մեծահարուստներ Լազարյանների նախաձեռնությամբ եւ միջոցներով կառուցվել են հայկական եկեղեցիներ։ 1815 թվականին Մոսկվայում բացվել է հայագիտական եւ արևելագիտական խոշոր կենտրոն Լազարյան ճեմարանը։ Հիմնվել են դպրոցներ, հրատարակվել են հայերեն արժեքավոր աշխատություններ։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Հայաստանի ազգային հերոս Շարլ Ազնավուրը Փարիզում կազմակերպել է երկրաշարժից տուժածների օգնության Ազնավուրը Հայաստանին հիմնադրամը։ Հայ մեծահարուստ եւ ազգային բարերար Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը 1968 թվականին 1 միլիոն ԱՄՆ դոլարով հիմնել է Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամը։ Եղել է Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ։ Հիմնադրամին նվիրաբերել է $500,000։ Սպիտակի երկրաշարժից հետո եւ շրջափակման տարիներին Հայաստանին եւ Արցախին ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել ամերիկահայ մեծահարուստ Հայաստանի ազգային հերոս Քր Քրքորյանը։ Նրա ստեղծած Լինսի հիմնադրամը 2001 թվականից $210 միլիոն է տրամադրել Հայաստանին ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինության եւ եւս $20 միլիոն փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար։ Ամերիկա բնակ մեծահարուստ Ջերալդ Քաֆեսչյանը բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով 1996 թվականին ստեղծել է Գաֆեսչյան ընտանիք հիմնադրամը, որը ներդրել է $50 միլիոն, իսկ 2002 թվականին Երևանում Գաֆեսչյան թանգարան հիմնադրամը։ Այս ցուցակում իրենց առանձնահատուկ տեղն ունեն Ալեքսանդր Մանթաշյանը, Գալուստ Գյուլբենկյանը եւ Միքայել Արամյանը։ Նրանք եղել են ընկերներ, նավթային մագնատներ եւ մեծագույն բարեգործներ։ Միքայել Արամյանց, հայ նավթարդյունաբերող, բարերար, Թիֆլիսի ազգային բարեգործական ընկերության հիմնադիր։ Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկեր ու գործընկեր։ Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ։ Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը։ Զրկվելով հարստությունից ու դիրքից 1924 թվականին մահացել է սովի ու աղքատության մեջ։ Արամյանցը թաղվել է Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Ստալինյան ժամանակաշրջանում գերեզմանատունն ավերվել է, իսկ 1990-ական թվականներին գերեզմանատան տեղում կառուցվել է վրացական Սամեբա տաճարը։ Կատարված հողային աշխատանքների հետևանքով հարյուրավոր աճյուններ, այդ թվում նաև Արամյանցինը, ոչնչացվել են։ Ալեքսանդր Մանթաշով տիրապետում էր մի քանի լեզուների՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն եւ անգլերեն։ Նրա հայրը որդուն ժառանգություն էր թողել բավական մեծ գումար՝ 200,000 ռուբլի դրամագլուխ։ Հորմահից հետո Ալեքսանդր Մանթաշյանցը հեռատեսորեն զգալով նավթարդյունաբերության մեծ հեռանկարները տեղափոխվում է Բաքու եւ սկսում զբաղվել նավթի արդյունաբերությամբ։ Շուտով Մանթաշյանցի նավթի առևտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում։ Այդ շրջանում Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր շուրջ 30 միլիոն ռուբլի։ Նրա միջոցներով Թիֆլիսում հիմնվել է Մանթաշյան առևտրական դպրոցը։ Կառուցվել են եկեղեցիներ, Ներսիսյան դպրոցի նոր շենքը եւ բազմաթիվ այլ արժեքավոր շինություններ։ Ունեցել է 8 զավակ, 4 աղջիկ եւ 4 տղա։ Կինը տառապել է շաքարախտով եւ վախճանվել 1910 թվականին։ Ծանր տանելով կնոջ կորուստը Մանթաշյանցը դարձել է մռայլ ու մենակյաց։
Աղջիկներն ամուսնացած էին, տղաները սովորում էին Պետերբուրգում։ 1911 թվականի գարնանը Մանթաշյանցի առողջական վիճակը բարդացավ։ Երիկամներն այլևս չէին ծառայում։ Նույն թվականին էլ մեծ բարերարը կնքեց իր մահկանացուն։ Պետերբուրգից նրա աճյունը տեղափոխվեց Թիֆլիս։ Գնացքի յուրաքանչյուր կանգառում հավաքված հայազգի բազմությունն իր հարգանքի տուրքն էր մատուցում ծաղկեպսակներով ու ծաղիկներով ծածկելով աճյունը։ Թիֆլիսի մեծահարուստներից մեկը Արկադի Միրովը այսպես է ձևակերպել Մանթաշյանցի հայասիրությունը՝ մի կտուրի տակ միավորել բոլոր հայերին եւ բոլորին անխտիր դարձնել հարուստ։ Ռուսաստանի, Կովկասի, եվրոպական մի շարք քաղաքների հայաշատ գաղութների հայկական եկեղեցիներում տեղի են ունեցել հոգեհանգստի արարողություններ։ Ուղարկավորությանը մասնակցել է բազմահազարանոց թափոր եւ 24 քահանա։ Կառքերի առջևից տանում էին 170 պսակ։ Հետաքրքիր է նաև Մանթաշյանցի կտակը, ըստ որի նրա աճյունն ամփոփվում է իր իսկ կառուցած Թիֆլիսի հայկական վանքի եկեղեցում։ 1938 թվականին Լավրենտի Բերիայի կարգադրությամբ քանդվում է եւ հողին է հավասարեցվում այդ եկեղեցին Մանթաշյանցի ու այնտեղ թաղված հայ անվանի գործիչների գերեզմանները։ Ալեքսանդր Մանթաշյանցը մեծ նշանակություն էր տալիս հայ ավանդական ընտանիքի ամրությանը։ Իր հարստությունը բաժանելով 8 զավակների միջև նա ընդգծել է մի կարևոր նախապայման։ Որդիները զրկվում էին ժառանգության իրավունքից, եթե չամուսնանան հայ օրիորդների հետ։ Բացի այդ, կտակով նա իր ժառանգներին զրկել է անշարժ գույքը վաճառելու իրավունքից։ Այդ ամենը պետք է ժառանգաբար անցներ թոռներին, ովքեր էլ կարող էին տեր դառնալ միայն 30 տարեկան հասակում։ Այսինքն նրանք կապված պետք է լինեին իրենց ծննդավայրին, նրա հող ու ջրին։ Մեր հաղորդումը ամբողջական չէ լինի, եթե չհիշենք ևս մեկ անուն՝ Գալուստ Սարգսի Գյուլբենկյան։ Գալուստ Գյուլբենկյանը պորտուգալահայ գործարար եւ բարեգործ է եղել։ Նավթարդյունաբերության մեջ իր առաջին քայլերը Գյուլբենկյանը կատարել է Ալեքսանդր Մանթաշյանցի Կոստանդնուպոլսում գտնվող նավթի գրասենյակում։ Նա նավթային հողատարածքներ ուներ Վենեսուելայում, Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Միացյալ Էմիրություններում։ Մոտիկից ծանոթ էր սուլթանական եւ պարսկական արքունիքների օրինական եւ ոչ օրինական ելումուտին։ Նրա օգնությամբ հաճախ էին լուծվում գերտերությունների միջև ծագած կնճռոտ հարցերը։ Նա իր ձեռքում էր պահում խոշոր նավթային ընկերությունների լծակները։ Ողջ կյանքում Գյուլբենկյանը երազել էր Հայաստան գալ ու իր ամբողջ կարողությունը կտակել Հայաստանին։ Նա հիմնել էր Կալուստ Գյուլբենկյան հիմնադրամը։ 300 միլիոն ոսկի, շուրջ 840 միլիոն դոլար։ Մնաց Պորտուգալիայում եւ այնտեղից հիմնադրամը շարունակեց իր բարեգործական ծրագրերն աշխարհի տարբեր երկրներում։ Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունը օգնում է Երևանի մատենադարանին։ Աշխարհի մեծահարուստներից շատերը ձգտում են, որպեսզի իրենց անունը ընդգրկվի հեղինակավոր պարբերականների առաջին հորիզոնականներում, քանի որ իրենց անունն արդեն իսկ հարստացնում է հենց իրենց։ Հայաստանում սակայն դիտվում է հակառակ պատկերը։ Ամենահարուստ հայերը ձգտում են, որ իրենց կարողության մասին ոչ ոք չիմանա։ Այդ իսկ պատճառով մենք այսօր չենք անդրադառնա Հայաստանում ապրող եւ գործող հարուստ մարդկանց։ Ըստ ամերիկյան Forbes պարբերականի այս տարվա միլիարդատերերի ցուցակում հայտնվել են 6 հայ գործարար։ Այսպես, 94-ամյա Քրքրքորյանն ում կարողությունը 1 տարվա ընթացքում կրճատվել է շուրջ 200 միլիոն դոլարով եւ ներկայումս գնահատվում է 3.3 միլիարդ ԱՄՆ դոլար, շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ հայը։ Այս տարին նա զբաղեցնում է ցուցակի 344-րդ հորիզոնականը։ Միացյալ Նահանգների հարուստ մարդկանց վարկանիշում Քրքրքորյանը 113-րդն է։ Forbes-ի ցուցակում 634-րդ հորիզոնականում է հայտնվել Ռոսգոստրախ ընկերության հիմնական բաժնետեր 40-ամյա Դանիլ Խաչատուրովը, ում կարողությունը գնահատվում է 2 միլիարդ դոլար։ 1 տարվա ընթացքում Խաչատուրովի կարողությունն աճել է շուրջ 500 միլիոն դոլարով։ Ռուսաստանի հարուստ մարդկանց վարկանիշում Խաչատուրովը 42-րդն է։ Արգենտինահայ գործարար Էդուարդո Էրնեկյանն այս տարի աշխարհի միլիարդատերերի վարկանիշում 719-րդն է, իր 1.8 միլիարդ դոլար կարողությամբ։ Հատկանշական է, որ 78-ամյա այս գործարարը Արգենտինայի երկրորդ հարուստ մարդն է։ Աշխարհի միլիարդատերերի վարկանիշի 804-րդ հորիզոնականն է զբաղեցնում Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր 46-ամյա Սամվել Կարապետյանը։ Նրա կարողությունը գնահատվել է 1.6 միլիարդ դոլար։ Ռուսաստանի հարուստների ցուցակում նա 61-րդն է։ Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրները, որոնց յուրաքանչյուրի կարողությունը կազմում է 1.2 միլիարդ ԱՄՆ դոլար, հայտնվել են աշխարհի հարուստ մարդկանց վարկանիշի 1015-րդ հորիզոնականում։ Ֆինանսական ոլորտում գործունեություն ծավալող Սարկիսով եղբայրները Ռուսաստանի հարուստների վարկանիշում 75-րդն են։ Ի վերջո հարստությունն այդքան էլ կարևոր չէ, որքան մարդու անունը։ Չնայած ոմանք իրենց հարստությամբ գնում են նաև իրենց անունը։
Ինչևէ, եղեք հարուստ ու առատաձեռն եւ սպասեք մեր հաջորդ եթերին, որովհետեւ մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչը ձեզ հետաքրքիր է։ Միշտ օր հանդիպում։